Նախ հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության իրական ընդդիմադիր դաշտում չեն գտնվի արկածախնդիրներ, որոնք կհանդգնեն Ալեն Սիմոնյանի իրականության հետ կապ չունեցող ասեղը թելեն, իսկ հիմա բուն բովանդակության մասին։ Հայաստանի Հանրապետության շուրջ տեղի ունեցող իրադարձությունները փորձենք դիտարկել հայտնի քաղաքագետ Ռոբերտ Փաթնամի տեսություններից մեկի համատեքստում։ Ինչի մասին է տեսությունը։ Տեսությունը կոչվում է երկմակարդակ խաղերի տեսություն, ու տրամաբանությունը կայանում է հետևյալում, որ ցանկացած միջազգային բանակցություն դա շախմատային խաղ է երկու տախտակի վրա։ Մեկ տախտակը բանակցողները խաղում են իրար հետ, իսկ երկրորդը բանակցողի մեջքի հետևում է, որտեղ ինքը շախմատ են խաղում շահային խմբերի, քաղաքական ուժերի, հասարակության, կրոնական կազմակերպությունների եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա եկեք վերլուծենք այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրի հետ։ Նիկոլ Փաշինյանը զիջել է հնարավոր ամեն ինչ։ Այն փաստաթուղթը, որը իրենք խաղաղության պայմանագիր են անվանում, մեջը սահմանազատման մասին, մեր օկուպացված տարածքները ազատելու մասին որևէ տառ չկա։ Այսինքն մեր հողում կանգնած ադրբեջանցին մենք իր հետ բանակցում ենք այդ ընթացքում։ Մեր տղաները գերի են Բաքվում, մենք բանակցում ենք ու նույնիսկ բանակցությունների ընթացքում դրա մասին նշույլ չենք անում, չնայած ինչպես Միրզոյան Արարատը վերջերս խոստովանեց, փորձել են, չի ստացվել։ Դատական հայցերի հետ քաշումը, երրորդ ուժերի տեղակայման արգելքը եւ արցախահայերի իրավունքների պաշտպանությունն էլ վերադիր։ Ինչ է ստացվում արդյունքում։ Փաշինյանը Ալիևի հետ շախմատային խաղը պարտվել է բոլոր հնարավոր եւ անհնար առումներով, ու հիմա փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ։ Բայց այս ամենին շատ քիչ է մնացել։ Ու կա երկու իրադարձությունների զարգացման տարբերակ։ Կամ շատ քիչ է մնացել բոլորիս, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին։ Կամ քիչ է մնացել ամոթին, խայտառակությանը, պարտվողականությանը, եթե հայրենասերները հաջողության հասնեն։ Շնորհակալություն։ Արտահերթ ելույթով հանդես կգամ ես, նստի։ Ես սկզբին չանդրադառնամ, հուսամ իրական ընդդիմադիրներից մարդ կգտնվի, կպատասխանի, չէ՞ պարոն Մամիջանյանին, թե իրական ընդդիմադիրներից չէ։ Այդ արդեն կտեսնենք իրական Հայաստանի այո իրական ընդդիմադիրներից, պարոն Մամիջանյան, լավ եք ասում, բայց ինչ որ ասում եք ճիշտ չեք ասում, ամենայն հարգանքով։ Սահմանազատման հանձնաժողով գոյություն ունի, որը որ դուք բոլորով իրական եւ ոչ իրական ընդդիմություններով ասում եք, որ Ադրբեջանը չի ստորագրելու, բայց այդ սահմանների ով է առաջ, ով է հետ խնդիրը դրված է այնտեղ եւ այդ խնդրով զբաղվում է կոնկրետ հանձնաժողովը։ Դրա համար պայմանագրի մեջ դա ամրագրված չէ, ինչպես նաև ամրագրված չէ օրինակ Ադրբեջանի համար, թե մեր զորքերը եթե ինչ որտեղ մի մետր կամ մի կիլոմետր առաջ են, իրանք հետ քաշվելու են, թե չեն քաշվել։ Այսինքն այդ մեկ անցանք առաջ։ Գերիների հետ կապված։ Հարգելիներս, պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ։ Այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ եւ որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք գերեվարվել են 20 թվականի պատերազմից հետո եւ այդ աշխատանքը շարունակվում է եւ դրա մասին ասվել է եւ պայմանագրի մեջ դա ամրագրելը չի նշանակում, որ այդ հարցը այն հարցն է, որը որ պետք է այդտեղ ամրագրել։ Դա այդտեղ ամրագրելու հարցը չի եւ այդ աշխատանքը շարունակվում է այդ պայմանագրից դուրս, որտեղ պայմանագիրը կարող է եւս 2 տարի չստորագրվի, բայց մեր գերիները կարող է ամենայն հավանականությամբ մեր կողմից ամեն ինչ հնարավորինս շուտ վերադառնալ։ Դրա համար այդ հարցը այնտեղ դնել որևիցե առիթ եւ պատճառ կարծում եմ հասկանալի չկա եւ չի կարող լինել։ Ինչ վերաբերում է ընդհանուր պայմանագրին, ինչի պայմանագիրը չի ներկայացվում, դրա մասին վարչապետը բարձրաձայն ասել է, որ պայմանագիր ունի երկու տեր, երկու կողմ։ Առանց դրա էլ հայկական կողմը արդեն շատ բաներ հրապարակային քննարկել է եւ ասել է։ Եվ կարևոր բան եմ ուզում շեշտեմ, որը որ մեր հայրենակիցների համար հա ասել եմ ու կարծում եմ էլի պետք է ասել։ Պայմանագրի մեջ, համաձայնագրի մեջ չկա որևիցե կետ, որը որ միակողմանի է։ Բոլոր կետերը վերաբերվում են հավասարապես թե Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը։ Եվ եթե դուք կարող եք ասել, որ դա Հայաստանի համար
ինչ որ կապիտուլյացիա է, դա նշանակում է, որ դա Ադրբեջանի համար նույնպես կապիտուլյացիա է, որովհետև հավասարազոր։ Այսօր պարոն Մամիջանյանը մի հատ օրինակ էր բերում ծխելու եւ չծխելու մասով, պարոն Մամիջանյան, այդ օրինակն էլ տեղին չի, որովհետև օրինակ Հայաստանը չի պատրաստվում եւ չի սպառնում Ադրբեջանի վրա հարձակվել։ Իսկ Ադրբեջանը պատրաստվում է, ասում է, խոսում է, սպառնում է դրա մասին եւ այո, այդ պետք է ամրագրել եւ դա ամրագրված է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը այդ փաստաթղթով արձանագրել են, որ իրանք իրար վրա չեն հարձակվելու եւ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը։ Ես չգիտեմ էլ ինչ պետք է լինի այդ պայմանագրի մեջ, որը որ չկա, հուսամ, որ այդ պայմանագիրը կհրապարակվի ճիշտ պատեհ ժամանակին եւ այն ժամանակ արդեն լուրջ քաղաքական գործիչները նոր հիմնավոր կարծիքներ կկարողանան հայտնել դրա մասին։ Միջև թղթին ծանոթանալը յուրաքանչյուր հայտնված կարծիք որակում եմ որպես անլուրջ կարծիք, որովհետև դա օդում ասված կարծիք է։ Վահագն Ալեքսանյան։ Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, երեխաներին է կխնդրեմ իրականում սպասել դպրոցական, որովհետև կարևոր բան ունեմ ասելու։ Քիչ առաջ այստեղից